Եվրոպան ու Ռուսաստանը զբաղված էին Ուկրաինայի հարցերով, այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանը փորձում էր օգտվել իրավիճակից։ Սահմանային վերջին սրացումները քաղաքագետներն այսպես են մեկնաբանում եւ հավելում. Ալիևը հարմար առիթ էր փնտրում ցույց տալու իր բանակի հզորությունը, բայց ստացվեց հակառակը։ Առաջին գծում տված տասնյակ զոհերն ազդարարեցին ամենակարող ներկայացվող ադրբեջանական բանակի շուրջ ստեղծված առասպելի տապալումը։ Ալիևը դիվերսիաներ նախաձեռնելով մեկը մյուսի հետևից տապալեց քաղաքական եւ բարոյական դաշտում ունեցած ծրագրերը, ծնկի գալով նաեւ բանակցային սեղանի շուրջ։ Թվիթերով Հայաստանին գրեթե պատերազմ հայտարարող Ալիևը Սոչիում խոսում է զիջումների հնարավորության մասին։ Բռնեք չխփեմ վիճակն է, էլի, այսինքն ինչ որ սրեց, հիմա էլ մարդ է փնտրվում, որ բռնի, որ ինքը կարողանա այդ դեմքը պահի այդ վիճակից դուրս գա։ Քաղաքագետը փաստում է, Ալիևին իրականում պատերազմը ձեռնտու չէ, բայց դա խոստովանել էլ նա չի կարող։ Եթե խոստովանի, կբացահայտի սեփական երկրի անկարողությունը, պատերազմի դեպքում էլ կզրկվի իշխանությունից ու կկործանվի ոչ միայն ինքը, այլև ողջ Ալիևյան կլանը։ Բանակցությունները սկսվում են զրոյից։ Այս օրերին ստեղծված իրավիճակը նման էր 90-ականներին։ Սոչիում խաղաղության փոխարեն քննարկվում էր զինադադարի խնդիրը։ Մենք վերահաստատեցինք, որ խաղաղությունը ամենաբարձր արժեքն է, ուղղակի մեկ հակառակորդին հարկ է հիշեցնել, թե ում հետ գործ ունի։ Նախագահը լավ օգտագործեց այդ պահը, հիշեցնելու, որ այնքան էլ ամեն ինչ այդպես հեշտ չէ եւ իրականում հայկական կողմը նույնպես ունի շատ լուրջ միջոցներ Ադրբեջանի համարժեք պատասխաններ հասցնելու համար։ Ժպտացող հարևանին հավատալ չի կարելի։ Ալիևի հավաստիացումները իրավիճակի կայունացման երաշխիք լինել չեն կարող։ Տարիներ շարունակ Ադրբեջանում մարդկանց լարում են հայերի դեմ, հավաստիացնելով, թե հայերից մի քանի անգամ հզոր են, եւ չի բացառվում, որ նրանք սկսեն հավատալ իշխանությունների հորինած հեքիաթին։ Մեզ մնում է միայն պատրաստ լինելու հիշել, որ այսօրվա ու առհասարակ հայրենիքի խաղաղության միակ երաշխավորը առաջնագծում կանգնած հայկական բանակն է, իսկ թիկունքում համախմբված հասարակությունը։ Սպարտակ Գրիշյան, Հայրփի Միքայելյան, ժամը լրատվական։